Ի սկզբանե նախատեսվում էր, որ Թբիլիսիի կենտրոնում հոմոֆոբիայի դեմ պայքարի օրը կհավաքվի մի քանի տասնյակ մարդ։ Պետք է նշել, որ սեռական փոքրամասնություններին աջակցող միջոցառումը նախաձեռնել ու թույլատրել էին իշխանությունները։ Անցկացնել այն չհաջողվեց, քանի որ Ռուսթավելի հրապարակում հավաքվել էր ավելի քան 10,000 ցուցարար իրենց բողոքը արտահայտելու միջոցառման դեմ։ Չնայած իշխանությունները ցանկանում էին Թբիլիսիում անցկացնել առաջին գեյ շքերթը, սակայն վրաց հասարակությունն արձագանքեց ուժեղ ապտակով։ Վրաստանը ուղղափառ ամենահին պետություններից է։ Գեյ շքերթը մեր բարոյական նորմերին դեմ է։ Հավաքվածների թվում քիչ չեն եղել Վրաստանի ուղղափառ եկեղեցու հոգևորականներ։ Բողոքի ցույցի մասնակիցների խոսքով իրենք թույլ չեն տա, որ Վրաստանում թափառնի անբարոյականությունը, կարծում են միասեռականների իրավունքների պաշտպանությունը կնպաստի միասեռականության տարածմանը։ Ցուցարարները պայքարի յուրօրինակ տարբերակ էին ընտրել։ Նրանք բերել էին իրենց հետ եղինջ, որը ըստ նրանց կվախեցնի միասեռականներին։ Չի կարելի նման բաներ անել, դա մեղք է։ Мы здесь стоим, чтобы зафиксировали нашу позицию. Մենք հավաքվել ենք այստեղ արտահայտելու մեր դիրքորոշումը։ Մենք ուզում ենք, որպեսզի միասեռականները չկարողանան իրենց շքերթն անցկացնել։ Ակցիայի ընթացքում բախումներ են եղել ոստիկանության ու ցուցարարների միջև, տուժել է 17 մարդ։ Զայրացած ամբոխից միասեռականներին պաշտպանելու նպատակով ոստիկանները նրանց փորձել են հրապարակից դուրս բերել դեղին ավտոբուսներով, սակայն ցուցարարները շրջապատել են մեքենաները։ Նախորդին Վրաստանի պատրիարք Իլիա II կոչ էր արել Թբիլիսիի քաղաքապետարանին չեղյալ հայտարարել սեռական փոքրամասնություններին աջակցող ակցիան, նշելով, որ ակցիայի նպատակը ոչ թե այդ մարդկանց խնդիրների լուծումն է, այլ այդ թեմայի շահարկումը։ Քաղաքապետարանը խնդրանքը մերժել էր, պատճառաբանելով, որ նման ակցիան բխում է այդ մարդկանց սահմանադրական իրավունքներից։ Լիանա Հակոբյան, Գիվի Պեյկրիշվիլի, ժամը լրատվական։